Բարի գալուստ Դիզայնը Դիզայն փոդքասթի առաջին էպիզոդ։ Ես Սոնան եմ, UX UI և Product Designer, և սա իմ նոր փոդքասթն է նվիրված դիզայնի աշխարհին։ Այստեղ կխոսեմ UX UI-ի, գրաֆիկ և ինտերիեր դիզայնի, բրենդինգի, օգտատիրոջ փորձի ու ամեն ինչի մասին, ինչը ձևավորում է մեր թվային և ֆիզիկական միջավայրը։ Ինչ կարող եք սպասել փոդքասթից, ամեն շաբաթ կլինեն 15 րոպեանոց թողարկումներ, որտեղ կխոսեմ հետաքրքիր և կարևոր թեմաների մասին, նաև ձեր առաջարկած թեմաներն են ինձ համար կարևոր, այնպես որ գրեք ու ես անպայման կանդրադառնամ դրանց, և ամեն շաբաթ կունենամ հյուրեր դիզայնի և հարակից ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով, խորհուրդներով, սուբյեկտիվ մոտեցումներով նաև։ Միացեք ինձ այս ճանապարհորդության ընթացքում և եկեք միասին ուսումնասիրենք դիզայնի ուժը։ Այսպիսով այսօր շատ կարճ առաջին էպիզոդում կխոսեմ մի թեմայի մասին, որը հաճախ անտեսվում է դիզայնում, բայց իրականում ամենամեծ ազդեցությունն ունի օգտատերերի վարքի վրա։ Դա է հոգեբանությունը UX-ում։ Երբևէ մտածել եք, թե ինչու են որոշ կայքեր ու հավելվածներ այդքան ինտուիտիվ ու հարմար, իսկ մյուսները գլխացավ առաջացնող։ Արդյոք դա միայն գեղագիտությունն է, թե կա ավելի խորքային պատճառ։ Եկեք հասկանանք, թե ինչպես է UX հոգեբանությունն ազդում օգտատերերի որոշումների, զգացողությունների ու վարքի վրա, դե ինչ, եկեք անցնենք արդեն թեմային։ Մենք հաճախ մտածում ենք, որ UX-ը նոր ոլորտ է, բայց իրականում UX հոգեբանությունը սկիզբ է առել դեռևս 20-րդ դարի սկզբում։ Դիզայներները, գիտնականներն ու ինժեներները վաղուց են ուսումնասիրել, թե ինչպես են մարդիկ փոխազդում տեխնոլոգիաների, միջավայրի և տեսողական տարրերի հետ։ Մեկ կարևոր պատմական անձնավորություն, որին հաճախ համարում են UX-ի նախահայրը, այստեղ բոլոր UX UI դիզայներները արդեն երևի հասկացան ում մասին է խոսքը, այո, Դոն Նորմանի, 1980-ականներին նա աշխատում էր Apple-ում և հենց նա առաջիններից մեկներով սկսեց խոսել User-Centered Design հասկացողության մասին, և նրա The Design of Everyday Things գիրքը դարձավ այս ոլորտի հիմքը, սակայն UX հոգեբանության ակունքները դրանից շատ ավելի հեռու են գնում։ 1920-ականներին հոգեբաններն արդեն ուսումնասիրում էին մարդու վարքն ու ընկալումը արդյունաբերական ոլորտում։ Հենց այդ ժամանակ է ձևավորվել Հիքսի օրենքը, որի մասին կխոսենք քիչ անց։ 40-ից 50-ականներին, երբ երկրորդ աշխարհամարտից հետո նոր տեխնոլոգիաներ էին զարգանում, սկսվեց մարդ-համակարգ փոխազդեցության Human-Computer Interaction ուսումնասիրությունը։ 60-ից 70-ականներին NASA-ն և այլ կազմակերպություններ սկսեցին հոգեբաններին ներգրավել քոքփիթի, դա է ինքնաթիռների կառավարման վահանակների դիզայնում, հասկանալու համար, թե ինչպես հեշտացնել օդաչուների որոշումների կայացման գործընթացը։ 1990-ականներին արդեն համացանցը դարձավ մասսայական, դիզայներները սկսեցին օգտագործել հոգեբանության սկզբունքները ավելի լավ UX UI ստեղծելու համար։ Այսօր մենք օգտագործում ենք հոգեբանության բազմազան մեթոդներ, կոգնիտիվ բեռի նվազեցումից մինչև էմոցիոնալ դիզայն, որպեսզի օգտատերերը ավելի հեշտ, արագ ու հաճելի փորձառություն ունենան թվային միջավայրում։ Իսկ հիմա եկեք խոսենք հոգեբանության, UX հոգեբանության ամենակարևոր սկզբունքների մասին, որոնք դիզայներները կարող են օգտագործել իրենց աշխատանքում։ Այսպիսով խոսելով UX հոգեբանության մասին դիզայնում, սկսեմ նրանից, որ դիզայնը միայն գեղեցիկ տարրեր չեն, սա տարածված մոտեցում է մարդկանց կողմից։ Եղել է, չէ, երբ ասում եք, օրինակ, մասնագիտությամբ դիզայներ եք, մարդիկ հարց են տալիս, իսկ նկարել կարողանում եք։ Ես հանդիպել եմ այս հարցին շատ հաճախ, համոզված եմ շատերն են հանդիպել նաև, ուրեմն միանգամից նշեմ, որ դիզայնը նաև հոգեբանությունն է։ Երբ մենք մտնում ենք կայք կամ հավելված, մեր ուղեղը շատ արագ մշակում է ինֆորմացիան, օգտագործելով մեր նախկին փորձերը, տեսողական ընկալման օրենքները և նույնիսկ մշակութային նախատրամադրվածությունները։ Օրինակ, երբ մտնում ենք կայք, որտեղ կոճակները շատ փոքր են, տառատեսակ անհասկանալի է, կամ գույներն այնքան խառն են, որ դժվար է հասկանալ, թե որտեղ պետք է սեղմել, մեր ուղեղը հաճախ ծանրաբեռնվում է, անհանգստանում ենք, մեզ թվում է, թե ժամանակ ենք կորցնում և արդյունքում պարզապես փակում ենք այդ կայքը։ Սա հենց cognitive load-ի օրինակ է, այն բեռը, որը օգտատերը կրում է տեղեկատվություն մշակելիս։ Լավ դիզայնը նվազեցնում է այդ բեռը, պարզեցնելով նավիգացիան, վիզուալ հիերարխիան և միկրոփոխազդեցությունները։ Այսպիսով անդրադառնանք նաև օրենքներին, որոնք մեզ տալիս են հնարավորություն գրագետ և լավ դիզայն ստանալ։
Այդ օրենքներից մեկը Հիքսի օրենքն է, դա ասում է, որ որքան օգտատերը շատ ընտրություն ունի, այնքան ավելի դժվար է նա որոշում կայացնում։ Եկեք մտածենք, երբևէ գտնվել եք մենյուի առաջ ու զգացել, որ չեք կարողանում կողմնորոշվել, որովհետև շատ տարբերակներ կան ընտրելու։ Օրինակ, եթե որևէ հավելված առաջարկում է 15 տարբեր գրանցման տարբերակ, Facebook-ով, Google-ով, Apple ID-ով, Telegram-ով, email-ով եւ այլն, ձեր ուղեղը դանդաղեցնում է որոշման կայացումը։ Սա հենց Հիքսի օրենքն է։ Որքան շատ ընտրություն ունեք, ընտրանքներ ունեք, այնքան ավելի դժվար է օգտատիրոջ համար արագ կողմնորոշվել։ Հետևաբար, որպես դիզայներ դու պետք է մտածես, թե ինչպես նվազեցնել որոշումների քանակը։ Այստեղ կա մի հետաքրքիր օրինակ Apple-ի արտադրանքը, եթե ուշադրություն դարձնենք, նրանց կայքը շատ մինիմալիստական է, ընտրանքները սահմանափակ են, իսկ գլխավոր CTA-ները, գլխավոր կոճակները միշտ պարզ է, buy now եւ learn more-ը բոլոր բլոգերում դրված են եւ միշտ առանձնանում են այդ բլոգերի մյուս տարրերից։ Սա օգնում է օգտատերերին ավելի արագ որոշում կայացնել։ Հաջորդը Ֆիցի օրենքն է, որը կապված է տարրերի, չափի ու դրանց հասանելիության հետ։ Հիշեք, թե երբ եք վերջին անգամ փորձել սեղմել շատ փոքր կոճակ բջջային հավելվածում, տհաճ է, չէ՞, մի տեսակ անդուր զգացողություն է առաջանում։ Մեր մատները ավելի մեծ են իրականում, քան մենք կարծում ենք։ Ֆիցի օրենքը ասում է, որ որքան մեծ է ինտերֆեյսի տարրը եւ որքան մոտ է այն օգտատիրոջ մատին, այնքան ավելի հեշտ է դրա հետ փոխազդելը։ Այնպես որ երբ նախագծում ենք UX, UI, մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք առաջնային կոճակներին։ Գլխավոր CTA-ները պետք է լինեն տեսանելի, հստակ ու հարմարավետ սեղմելու համար։ Օրինակ Amazon-ի Buy Now կամ Add to Cart կոճակները միշտ մեծ են, գունավոր են ու հեշտ հասանելի են, տեսանելի են։ Վերջին կարևոր հոգեբանական սկզբունքը, որի մասին այսօր ուզում եմ շատ կարճ անդրադառնալ, գեշտալտի սկզբունքն է։ Մեր ուղեղը չի տեսնում տարրերը առանձին, շատ հազվադեպ դեպքերում դա այդպես է, բայց հիմնականում մարդկանց մոտ ուղեղը այդպես է աշխատում, այն փորձում է խմբավորել դրանք ըստ ձևի, գույնի ու դասավորության։ Օրինակ, եթե երկու կոճակ շատ նման են, բայց մեկը կապույտ է, մյուսը մոխրագույն, մեր ուղեղը հասկանում է, որ կապույտը հավանաբար ավելի կարևոր է։ Կամ եթե մի քանի պատկեր իրար մոտ են դրված, մենք դրանք ընկալում ենք որպես մի ամբողջություն։ UX UI դիզայնում սա շատ կարևոր է, քանի որ եթե սխալ դասավորություն ենք ընտրում, օգտատերերը կարող են սխալ հասկանալ, թե ինչ գործողություն պետք է արվի։ Հիշենք, որ լավ դիզայնը պետք է ուղղորդի օգտատիրոջ ուշադրությունը, այլ ոչ թե նրան շեղի բուն թեմայից։ Դե ինչ, այսօր շատ կարճ խոսեցի UX դիզայնի հոգեբանական ասպեկտների մասին, քանի որ սա իմ առաջին էպիզոդն էր եւ անդրադարձա նրան, թե ինչպես են մարդիկ իրականում ընկալում ինտերֆեյսերը, եզրակացություն անելով եկեք հիշենք կետերով։ Փոքր ընտրությունը հավասար է արագ որոշման, դա Հիքսի օրենքն էր, մեծ կոճակները հավասար են հարմար UX-ին, Ֆիցի օրենքն է, հստակ հիերարխիան դա լավ ընկալում, գեշտալտի սկզբունքների մեջ է մտնում, պարզ դիզայն հավասար է ցածր կոգնիտիվ լոադի։ Եթե այս թեման ձեզ հետաքրքրում է եւ հետաքրքրեց եւ կուզեք ավելի շատ նման թեմաներով էպիզոդներ ստեղծեմ, ապա հետևեք podcast-ին, բաժանորդագրվեք ու միացեք քննարկմանը, բայց վերջում կուզեմ մի հարց տալ ձեզ, որպեսզի այս կապը պահպանենք։ Օրինակ, որ կայքում կամ հավելվածում եք ամենաշատը հանդիպել վատ UX-ի օրինակների։ Կխնդրեմ գրեք ձեր փորձը Instagram-ում, կքննարկենք, նաև հնարավոր է նոր թեմա ստեղծենք դրա մասին։ Շնորհակալ եմ, որ լսեցիք, կհանդիպենք հաջորդ դրվագում։ Հաջողություն։